Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ, ուզում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի հարձակումները։ Ռումբերի ձայներ չսիրող Թրամփը ոտքի վրա լրագրողների ներկայությամբ քննադատել է Ռուսաստանին։ Վերջին օրերին Ուկրաինայի տարածքները, այդ թվում բնակելի հատվածները անխնա թիրախավորելու համար։ Նորից հին երգն է երգել Թրամփը։ Հակամարտությունը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ ԱՄՆ նախագահը չի թաքցնում, որ իրեն դուր չի գալիս Ռուսաստանի նախագահի ամենօրյա գրոհները Ուկրաինայի ուղղությամբ, որոնք Թրամփի հաշվարկով հազարավոր մարդկանց կյանք են խլում ամեն շաբաթ։ Ուկրաինայի նախագահը տվյալներ ունի, որ ռուսները վերջին մեկ շաբաթում ավելի քան 1460 կառավարվող ռումբ են արձակել, գրեթե 670 անօդաչու թռչող սարք և ավելի քան 30 տարբեր տիպի հրթիռներ։ Այդ հրթիռները 3 գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք են հասել։ 1 զոհի ու 3 վիրավորի մասին է հայտնում Ուկրաինան։ Բալիստիկ հրթիռներով է եղել Կիևի վրա գրոհը, լրջորեն վնասվել է Freedom հեռուստաալիքի շենքը։ Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին բանակցությունները փակուղի տանելու համար։ Ռուսական հրթիռային հարվածները ցև ծովից են։ Ռուսաստանը խեղաթյուրում է դիվանագիտությունը։ Պուտինը չի ցանկանում ավարտել պատերազմը։ Նա ուղիներ է փնտրում այն շարունակելու էլ ավելի մեծ ուժով։ Բանակցային մշուշում հայտնված Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ուկրաինայի հարցով նոր շփման են նախապատրաստվում։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ այս շաբաթ ռուսներն ու ամերիկացիները կրկին կհանդիպեն, բաց մնացած հարցերը քննարկելու համար։ Ուկրաինական հակամարտությունը կարծես թե չի ուզում լուծված տեսնել Եվրոպան։ Պատերազմի վճռորոշ փուլում հակառակ Թրամփի ջանքերի Եվրոպան որոշել է նոր զենքեր ուղարկել Ուկրաինա, կամ, ինչպես Էկոնոմիստ թերթն է գրում, զինել մինչև ատամները։ Էկոնոմիստի տվյալով շուտով կավարտվի Միացյալ Նահանգներից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, բայց Եվրամիության երկրները պատրաստ են աջակցել Կիևին անկախ հակամարտության կարգավորման բանակցությունների առաջընթացից։ Նախ Եվրոպան Ուկրաինայի համար պատրաստվում է գնել ավելի շատ զինամթերք, ներառյալ կարևոր հակաօդային պաշտպանության հրթիռներ, իսկ հետո ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։